Այս ստեղծագործությունը գրել է Լեոնարդո դա Վինչին, Քարն ու ճանապարհը։ Մի գեղեցիկ քար, որը առվի կողքին էր ծաղիկներով եւ խոտերով շրջապատված։ Մի օր, երբ քարը մենակ մնաց, նա հասկացավ, որ ցանկանում է լինել իր նման քարերի հետ եւ սկսեց ինքն իրեն խոսել, ինքն իրեն մտածել, որ ցանկանում է իր նման քարերի կողքին լինել եւ ահա հենց այդ պահին գլորվերով գնաց հասավ մի ճանապարհ, որտեղ որ իր նման քարերն են։ Այդտեղ նա սկսեց ցեխոտվել, կեղտոտվել, մարդկանց ոտքերի տակ ընկնել։ Ես կարծում եմ, որ հերոսը, քարը, մարմնավորում է այն մարդու կերպարը, որը միշտ դժգոհ է իր ունեցածից եւ չի բավարարվում նրանով, ինչ ունի, եւ հետո այդ ամենը կորցնելուց հետո, իր ունեցածը կորցնելուց հետո սկսում է լացել, որ կորցրել է այն ամենը, ինչ որ ուներ։ Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք է մարդ բավարարվի նրանով, ինչ ունի, շնորհակալ լինի իր կյանքի եւ ապագա, անցյալ, ներկա օրերի համար։